Պարոն Պարսիլյան, դեպիրը, որը հովանավանքում էր, որի մասին շատ է վերջին շրջանում խոսում, պարզվում է նաև ձեր օգնականն է։ Ինչպես է ստացվել եւ երբ է դարձել ձեր օգնականը։ Հանրային հիմունքներով օգնականն է, դեռ ամսաթվով չեմ կարող ասել երբ է դարձել, բայց բավական վաղուց ինքը կուսակցության երեքթերի անդամներից է, այդ առումով, որպեսզի նաև իրան քաղաքական որպես փորձարկություն, գիտեք, որ վճարովի չի հանրային հիմունքներով օգնական է, ես իրան ընդունել եմ։ Բայց երբ եք ընդունել, գիտեք, ամիսներ առաջ, ասենք ասեմ։ Բայց մեկ ազգային ժողով նրան չեն Դե հանրային հիմունքներով օգնականը ամենօրյա աշխատանք չի, որ պետք է Դե նիստերի ժամանակ ես ունեմ նաև այլ օգնական, այդ մասով կանա ինքը նաև ունի իրավաբանական կրթություն այդ մասով Ինքն է ցանկություն հայտնել լինել, թե դուք եք առաջարկել։ Ընդհանուր խոսակցության ժամանակ որոշում ա կայացրել, բայց ինչ խնդիր կա։ Երբ որ տարածվեց այս խոսակցությունները պատարակի մասնակցելու հետ կապված, դուք ինչպես վերաբերվեցիք այդ խոսակցություններին եւ իր հետ զրուցել եք օրինակ այդ առումով, որովհետեւ շատ էր քննարկում իր դաջվածքը, գուցե զրուցել եք, ինչ որ բան ասել եք այս առումով։ Ես մարդկանց կրոնական կողմնորոշմանը եւ այլին աշխատման չմանրանամ, պահանջներ առավել եւս չներկայացնել, որովհետեւ մենք ապրում ենք սահմանադրական երկրում եւ ոչ թե կրոնական երկրում։ Դաջվածքի մասով ես դաջվածների դեմ ոչինչ չունեմ։ Այլ խնդիրը, որ հա կարող է կրոնական տեսանկյունից Աստծո արարչագործություն որպես մարմինը պետք չի փոփոխել եւ այլն, բայց կներեք այդ դեպքում բոլորս պետք է խոսենք օղերի եւ այլնի առկայությունից sense դրա համար աշխատում եմ չմանրանամ կրոնական մասով ես երբեք այդ քննարկում չեմ ունեցել այդ իրանց գործառույթն է այդտեղ իրավական որևիցե բան չկա որ ես անհանգստանամ Իսկ որպես հասարակական հիմունքներով օգնական ինչով է ձեզ օգնում Աստի իրավական հարցերով շատ հաճախ նամակներին պատասխան տալիս շատ հաճախ ինձ հետ կապ հաստատելու համար իրան են լինում երբեմն այսքան ոչ թե ուղիղ նամակ են գրում, այլ իր հետ են կապ հաստատում ինքը արդեն այս ընթացքում 2-3 գործ, որը չեմ կարող բարձրացնել, որտեղ մարդկանց անձնական խնդիրներ ա եղել Օրինակ իր միջոցով եկել ինձ ասել եմ մենք իրար հետ ենք ընթացքվել այդ ամենը։ Բայց ամեն դեպքում փաստորեն այդ պատարակի մասնակցելուց հետո է որոշվել որ պետք է գա ազգային ժողովում։ Չէ, շատ լավ այդ առումով։ Իսկ մինչև այդ պատարակին մասնակցելը Չէ, դրանից առաջ հաստատվել։ Դուք գիտեիք որ նա ընդհանրապես պատարակների է մասնակցում։ Չէ, դե մասնակցել ես մարմնից հետաքրքիր ընդհանրապես կրոնի մասին խոսակցությունը ամենավտանգավոր խոսակցությունն է որ կարելի է ունենալ մարդկանց հետ Հա, որովհետև մարդու շատ նեղ անձնականն է, այդտեղ շատ հեշտ է վիրավորել մարդուն, դրա համար ես աշխատում եմ մարդկանց հետ չխոսել իր կրոնական կողմնորոշումներից, ճիշտ լինելուց, սխալ լինելուց եւ այլն, հետեւելի եմ ասում, որովհետեւ իրավական հավատաքննիչներ են դարձել։ Մեր թիմը հավատաքննիչներ չեն դարել, մեր թիմի այն անձինք մեր թիմից, ովքեր իրենց համարում են հայ առաքելական եկեղեցու հետևորդ անհանգստացած են հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների պահվածքից եւ իրենց հետ կապված որոշակի տեղեկություն։ Պարոն Պարսիլյան, դուք տեղեկություն ունեք նախքան հովանավանքի հայտնի պատարագը։ Որպես դեպի ծառայություն երբևէ մատուցել է եկեղեցուն պատարագը։ Չեմ խոսել, ես նույնիսկ նույնից եմ իմացել, որ ինքը ձեռնադրվել է Նավասար Պետրոյանի կողմից Իսկ ավելին չեմ խոսել, որտեղ էլ եմ ասում, որևիցե իրավական այդտեղ բան չկա, որևիցե սահմանափակում չկա, եւ ես նախնականին իր կրոնական դիրքորոշումներով կամ առավել եւս դաջվածքի կամ բանի հետ կապված որևիցե մեթոդներ առավել եւս քննության առարկա դարձնել այդ ամենը ես իսկ չեմ